5 րոպե կապել մի վարքյան խաղի։ Այո։ Werk waar het nou weg? Nou, die moet doen. Waar is dit? Wat komt eigenlijk? Waar is dit? Nou weg? Բարև եղբայր։ Այդ ինչ ես ստուացել։ Ո՞մ հարցում եք։ Ինչ կա, ինչ է կարում։ Ֆրանսիական բլոկ։ Ով է հետ, ով է առաջ։ Բայց երկար, ում եմ ձեզ եմ փոխարինում, ով ես նստած։ Նստեք։ Բայց ամբողջը չեմ խաղալ։ Կարնեցի։ Հա, լավ խառնել։ Դե նստեք, որ շարունակենք, ոնց եք նստած։ Հա, դա կառնակենք։ Չէ, որ շարունակենք։ Հա, նստած եք։ Տեսակերեմ այ։ Ձեզ ողջունեմ։ Ստեղ կամեք ես։ Բաժանողից է։ Իմի քանի որ դեմ ընտրություններ ա, մենք բոլորը կրվում ենք։ Ուսումները կրենք։ 10 ֆրանկ խաչ։ Ագրավը 11։ Ասма ետ։ Ասեցի։ Ոչ 4 ետ։ Սիրտը կապու։ Ես որ փոքր եմ պիտի չնայեմ։ Բան արշապետ, բանտը չան։ Չեն նկարվեն մեկ է։ Գին եք ադել դուր։ Իրեքա։ Դեսը 4-րդ է, էլի։ Ես նոտայով եմ։ Էլ չեմ խաղալ, դեսեն չեք։ Շատ ալդրեսում ստացվում։ Ո՞ր ապրես ուժեղ բազար։ Եթե կարան պարոն Փաշյան բոլոր տեղն ասել։
Ես 64 տարեկան եմ։ Երեխաբախտանից ես աշխատել եմ։ Երկու ջոկ չկա։ Ասել եմ 30 քառակուսի ինձի հողատարած տվեք, տնակ եմ առել, դումի, որին երեխան Հիմա կարգավորումները հենց են, որ հողատարած Ստեղ, հոգր դոմիկ է 9 մետրանոց, տնակը, որ աբրիմ երեխեն, 3 երեխա ես ունեմ տեղ չսոչուներ։ դա առանձին սոցիալական հարցա։ Հա, անի ես դիմել եմ, ընդունել է ինձ քաղաքապետը շատ սիրով ընդունել եմ, շարանդումանի, ասես տիկին կարին է, սնեմ 20 քառակուսի որ միան դոմիկ տնես կոտեժների կողմ։ Դիմումը կկարդամ, բայց հիմա քան դուր ընտրական խուլա, ոչ մի բան չեմ կարող։ Դիմումը կկարդամ, հետագա ծրագրերը, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան խոստալ։ Նաև պետք է մի հատ ծանոթանամ ցույցի եւ ուզել օրենք արկել։ Հիմա օրենք արկելում եմ, որ այդ ողջակրած երեխեն չաբրի տեղ չունենա, չի կարող Փաշինյան։ Եթե ինքնուհայրն առեք, ես ինչ չեմ պահանջել, ես կողարել եմ։ Ես կան քառակուսի չտասնի վրան ապրի, այդ հողի մար իրա ոչ մտեն ձևով, ու այսքան է, ընդամենը այսքան քառակուսի է։ Պետական ծրագրերի շրջանակներում քննարկում շատ հասնում են։ Եթե պետք չէ, այտենց իմ երեխուն է ձևով տեսեք, ես մեկ ու չորես մարդիկ երեխեք հաջեկի արանցային, չղերքի կռի, բայց իմ երեխեն ամեն ինչի մասնակցի, այսօր այսքան հող իրավունք չունեմ, Իրավունք, բայց ասված հիմա չեն կարող։ իմ ույսս դուք եք, մենք ձեզ ընտանիքով կոտիկում կին ենք եղել, ընտանիքով, քեզ հարգում ենք, ու որ ես ասում եմ հանգանքով մնանք, խնդրում եմ ձեզ, Զախարյան Կարինը ինձ ճանաչում է պարոն քաղաքապետը, շատ սիրալի է, շատ հարգալի է, խոսացել է, ռոպենավար, որ 8 ամիս է Հարցեր են տենց, որ մի անգամիկ չեն լուծում։ Պարոն Փաշինյան, ես եմ ահապական Առան, բայց վրաց միգրաֆոն կանի, շատ առանձին հարցը, ավելի լավացել Բայց ուղիղ ես հետ ավելի լավ էլեկտրոնային պոստով կամ մեր գործընկերներից ինչ-որ մեկը կլսի, Տիկին Ղազարյանը ձեզ կլսի, ազգային ժողովի Իրավ դեմ հակակարոզ։ Գախնիկա բանջի։ Գլոկը կապու տարեկետինությունը արդեն ասում է ռեպրեսիաների նոր փուլ ասկսել։ Բայց բանը զույգս կապուտ ես ընդհանրապես քարտերն էի բռնել, ինքը շուրհագի Ստեղ բան կա, ինչ որ կպած։ Չէ, գլխարկի վրա։ Արև ձեզ ո՞ր։
Ուզենայի պարոն վարչապետի Սիմոն Ալենյանի Սիմոն Ալենյան։ Merci, Schatz. Բարի հազար բարի։ Çok yara. Das ist schon jogging worden. So passen ja nicht gerade raus. Ոնց է։
Ոնց է կա, շարժկա։ Ոչ ինչ լավ տեսականի ունեք։ Բարև ձեզ։ Լավեք պարոն Խաչատրյան։ Փակաստ, այս որտե արտադրությունն է ներդրված, հա։ Այո։ Գրական։ Հիմնականում չինական։ Այս ոտ Արմենիա, բայց Չէ։ Արմենիա դրած։ Լավ է, հայրենիքի դեր որտե։ Շնորհակալ եմ։ Այսօր ինչ տեսական Տվյալները կգաս կտնեք։ Ալեն։ Անցում չկա մրից։ Բավուր ավտոբուսում է։ Նորմալ։ Եթե վերջնացում ընդհանրեն գալու Դե գնա։ Որտե՞ղ եք գրել։ Ինչի մասին է նավակը։ Ինչի մասին է։ Պատրամարը եկել են, որտեղ պատասխանած նամակ կա, գանց տեղում վերցնենք պատասխան։ Ինչի մասին է դրաս։ Ոթափկեղով հիվանդի փոխհատուցում չտվեցին, որ իրանք գումարը կուտականից փակել բանկի պարտքերը, որը առաջացել են բուժման հետևանքով։ Դե չգիտեմ, պարտավոր մտնում է։ 8 տարի առաջ։ Կարող կապահության նախարարությունից հանձնաժողով է եկել։ Հաստատություններ կարող են։ Բայց եթե օրենքի րոպե, եթե օրենքով հասնում է, չի կարա հետ չկա։ Այդպիսի օրենք չկա, պետք է չորոք կարգի հաղթում է։ Դե որ օրենք չկա, առանց օրենքի ոնց ան։ Հիմա իջնում են ներքև, ամեց են վերել։ Եկա։ Ամեց են։ Չնայած ուշանում ենք, բայց էսա գնում։ Այս կողմից առաջին մոտ երրորդ հարկ։ Ոսա։ Որ հարկ է։
Այո, բանից ես եմ բանից։ Ինչ եք եք։ Ուղղակի ուզում ենք ձեզ տեսնեինք։ Այստեղ։ Բարև ձեզ։ Անցեք նստեք։ Համեցեք։ Հազմ են եթերը միացած։ Ոչ մի խնդիր չկա, եթե պարոն։ Ինչ է հազում։ Ոչինչ, ես եմ ադում։ Ասեք դեպի ինչպես է։ Ասեմ, ես պարոն Փաշինյան։ Տիկին Ավրոսյան։ Ավրոսյանն է թուղթ։ Համեցեք, նստեք։ Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Համեցեք։ Կներեք իհարկե, ուղղակի ես Դրանք ինչ է։ չէի ուզեն այսպես ստացվել մեր հանդիպումը, անկեղծ։ Բայց ինչ կա, տան խոր։ Նստեք բան։ Նստեք, խնդրեմ։ Ոչինչ որ ես կարող եմ։ Իհարկե, նստեք։ Հա, Ուրեմն ես ինքս անցել եմ Խաչկեղով հիվանդության փուլի, վիրահատություն, ճարագայթային ախտահարել։ Բա սկսենք լավ Լավ նորություն է այնքան ով է լավ, որ փառք Աստծո, շնորհակալ եմ բժիշկներից եւ այլից, բայց այս համակարգը շատ կիսատ է։ Իրոք է, բայց բուժման ընթացքում դուք բաներ պետք pasverով արել, ճիշտ է։ Այս ժամանակ ես հավաքել եմ մեծ Սպասեք, ես 15 թվականին եմ վիրահատվել, 15 թվականին վիրահատվել եմ, անցել եմ ճարագայթային քիմիոթերապիա 4 կուրս, այդ թղթերը բոլորը կար, ձեր նամակներում էլ կար, այն ժամանակ Տիկին Աննայի ֆոնդին էլ էի գրել, սոցիալ-նախարարությունն էլ էի գրել, կուտակայինում էլ էի գրել, որովհետև ունեմ կուտակայինում ահռելի մեծ գումար, որ կարող է այդ փողով ես փակեի իմ հավաքված պարտքերը, ես ինքս ամուսնացած եմ երեխա ընտանիքն եմ, իմ եղբայրները ինձ սպառում են, սաղ բայց նա պարտական չէին, որ իմ այդ ամբողջ ահռելի կորացած գումարը, որ մամա բավականին լուրջ հետմանեն ու այդ կարգի հիվանդների համար ավելի մեծ աջակցությունը նախարարինը, որպեսզի հիվանդը մոռանա իր այդ գումարային այդ հոգեկան ապրումները ու դրա հետ մեկտեղ ես ունեի խնդիր, որ պիտի աշխատեի ու փորձեի փակել։ Տունը գրավի տակ էինք դրել, որ կարողանայինք, հա, այս տունը, որ կարողանայինք այդ հարցերը լուծեինք, փառք Աստծո լուծեցինք եւ այլն ու մնաց այդպիսի վիճակ, որ երբ որ ես աշխատանք չունեի քիմիոթերապիա այդ բուժումից հետո մարդը այդքան էլ առողջական լավ վիճակում չի մնում ու ժամանակ եկել, որպեսզի ես աշխատանք գտնեի։ Այդ ժամանակ ես չէի աշխատում, բայց ունեի կուտակային ֆոնդում մոտ $7,000 ծավալ փող։ Հիմա էլ համարյա Որ կոմբինան, գիտեք, որ հա, գիտեմ, 100 անգամ դիմել է, ահագին է, նես չի։ Բայց հիմա կարգավորում եմ, ուրեմն չի Ահագին, նախատեսվում։ տեսեք, ես կարդացի, Ակներեք, էլի որ դեպքեր, ման նախատեսվում։ կոնկրետ ցանկ կա, որը որ Հիվանդությունների Պարոն Փորոսյան, ես որը եմ մենք գնահատում ենք ապուդեյով, եթե համապատասխանում է, շատ ներողություն։ չէ։ Ես պատմեմ, Բայց ինչի միջով կարող ես եք եմ նորից նայել, ճիշտ է, Հիմա կասեք, ես այն ժամանակը դիմեցի, սոցիալ դիմեցի, ինձ պատուհանից դուրս շպրտեցին, ասին պետք է պատուհանից դիմել այդպիսի օրենք չունենք, բայց ես կարդացել էի կուտակայինի, ես օրենքները բավականին շատ ուսումնասիրած մարդ կարդացել էի, որ Խաղցկեղով հիվանդության դեպքում որոշ կետերում տրամադրվում է։ Ու երբ որ ես աշխատանք չունեի, այդ օրենքներն է, որ հիմա կիրառում եք, շատ լավ եք անում, որ կուտակայինի գումարը հետո տալու են իրանց ընտանիքներին, բայց հաշվի առեք, որ մարդիկ կան, որոնք ընտանիք չունեն։ Օրինակ ես մենակ Ավչյան։ Տիկին Ավչյան, տեսեք, նախարարը ասեց, որ կա հիվանդությունների կոնկրետ ցանկ։ Հիմա մենք ինչ կանենք, քանի որ ես էլ ասեցի, կես կատագորիկ ենք տենենք, ինչ չպատասխանենք, դիմում պատասխանենք։ Հիմա կնայենք, եթե բայց ուղղակի եկեք մի բան պայմանավորվենք, եթե օրենքի կարգավորումը հենց դի որ չեն կարող տալ, դե չեն կարող։ Օրենքում գրած էր, որ Խաղցկեղով հիվանդ դեպքում հանձնաժողով ստեղծեց, ինչ էին ստեղծում։ Այդ երբ որ թվին։ Եվ 18 թվականին։ Ես զանգեցի սոցիալ, զանգեցի առողջապահություն։ Իմ աստապավորությունը այն է, որ օրենքի կարգավորումը եթե թույլ տալ, որ վերադարձնենք, վերադարձնենք։ Օրենքի կարգավորումը թույլ չկա։ Օրենքի մեջ գրած է, նույնիսկ հիվանդանոցից էին ներկայացուցիչներ ներկա,
որ գրած է, որ քաղցկեղով հիվանդ, ինվազիվ, այսինքն 4-րդ կարգ։ Եթե մարդ չունի 4-րդ կարգի հիվանդություն, չէ, սենց հասկանամ։ Եկեք ինձ մի հատ լսեք, ես շատ ուղղակի այս 8 տարի ես մեռա դռները ծեծելով, ես մեռա պատուհան, ես ինքս աշխատող եմ, ես հիմա էլ էլի աշխատանք չունեմ, բայց այդ ժամանակավորը այնպես չի։ Ուզում եմ ասել, պետք չի մարդուն թողել այն վիճակում, օրենքը գնում են, որպեսզի մարդու կյանքը հեշտացնեն։ Օրենքը չեն գնում մենակ հարկեր ահավաքել մարդուն գցել նրա ապրումների մեջ, որ ինքը չիմանա հաջորդ ամսվա վահակը որտեղից համուծելու, որը առաջացել է ոչ թե ռեստորաններում ուտել խմելուց, այլ ընդհանրապես առողջության հետ կապված հարցեր լուծելուց։ Ես ընդունում եմ, որ բավականին մեծ փոփոխություններ ա եղել, ես ինքս ուսումնասիրել եմ, որտեղ հիմա էլ այդ խնդիրը ունեմ, որ ես վարձով եմ ապրում այս տանը, ունեմ գումար, որը իմ ժառանգությունից ինձ մնացած փայ է, բայց դա չի հերիքում, եւ ունեմ $20,000 կուտակայնում այսօր, բայց ես չեմ կարող ինձ բնակության հարց լուծեմ, որովհետեւ այդ կասեն, մտածում եմ, որ գնամ դիմել, կասեն այդպիսի բան չկա գրած, $20,000 կտանք 65 տարեկանդ լրանալուց, երբ որ ես հանձնաժողովին հարց տվեցի, այս իմ փաստաթղթերն է, ես բուժում եմ անցել առողջապահության նախարարության ներկայացուցիչին, ասի, հիմա ես 40 տարեկան եմ, հարց եմ տալի, դուք երաշխավորում եք, որ ես 65 տարի կապ կլինեմ, կապրեմ ու դուք ինձ նրանց հետո արժանապատիվ թոշակ կտաք, ասում է չէ, ոչ ոք չեն կարող երաշխավորել, բայց հիմա ես քրեքաշ ապրում եմ, ես հարաբերական Սպասեմ ինչ է 65-ը զգան, ես կարողանամ ապրել, պարոն Փաշինյան, կներեք, միգուցե սխալ եմ արտահայտում, ովիդ եմ արտահայտում, բայց այդ կատեգորիայի հիվանդներին պետք է ուրիշ աչքով նայել։ Չպետք չի ստեղծել, ինձ պետք չի, որ ես $20,000 սորում իմ հաշվին, ու ես այսօր մտածեմ, որտեղից կուրս չանեմ, որտեղ ռեզյումե ուղարկեմ, որ բացարձակ բանի տեղ չդնեմ։ Բոլորը ունենալ փողը։ Ես հասկանում եմ, ես ընդունում եմ դա այդ փողը։ Բոլորը ունենան փողը, ես եմ ունենան։ Ես հասկանում եմ, բայց դուք իմ նման հիվանդության միջով աստված չանի, չեք անցել։ Ես իհարկե ձեզ եմ ցանկանում առողջություն։ Այո, առողջություն բոլորին մտել։ Հիմա ընթացքում ուզում եմ տալիս, կարող հենց հիմա ինձ կարողանամ, թե որ դեպքերում ա, բայց մասնագետները գնահատում են յուրաքանչյուր կողմ։ Հա, ինձ ասացին դուք չեք գնացել, դուք պետք է գնաք շաքարուները, չգիտեմ ինչ ունենալ։ Բայց ռեստորանի փող չէի ուզում։ Եթե մենք ինչ-որ բան սխալենք, այս պետական բաներ։ Ես խնդրում եմ, ասում եք փոխանցեք։ Մենք կարող ենք նորից գնահատել ամբողջությամբ մոդելի։ Հիմա ես էլ չեմ գնում բժշկի։ Ոչ մի տեղ չեմ գնում, որովհետեւ չունեմ այդ գումարը, չեմ էլ ուզում գնալ, որովհետեւ Այդ կուտակային համակարգի ամբողջ իմաստն է, եթե որ հետո լավ ապրեն։ Չէ, մի րոպե։ Հետո որ թոշակի համար գումար կուտակվի, թոշակի համար գումար կուտակվի։ Դրա համար համակարգը կառուցված անեն, որ բոլորը կուզենան, բոլոր առիթներով իրանց գումարները հետ վերցնեն։ Ես ընդունում եմ, որ կան առանձնատու։ Ես չեմ ուզել, ասել եմ վարկս փակեք, հանգիստ չեմ։ Չէ, մի րոպե, ինչ տարբերություն կա։ Դրա համար հենց կուտակման իմաստն է, որ եթե շատ Ծայրահեղ ինչ-որ։ Այդ ծայրահեղը համարվում է մարդը մահամերձ։ Չորրորդ կարգի, բայց եթե մարդը ամեն ինչով անցել է։ Օրենքը ընդունվում է այն պահին, երբ որ ձեր դեպքը դեռ չկա։ Ձեր դեպքը դեռ չկա։ Օրենքը ընդունվում է, դուք գնում եք դիմում եք, պաշտոնյան նայում է։ Ձեր դեպքը այդ օրենքով գրածին համապատասխանում է, թե չէ։ Եթե համապատասխանում է, տալիս է, եթե չի համապատասխանում, չի տալիս։ Այսպիսի դեպքեր չենք ունեցել։ Այսինքն միայնակ մարդը որին ընտանիքը կարա չպակա որ տեսեք, մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք ձեր դեպքը նորից վերանայել, եթե պիտի տային եւ չեն տվել, դա կարելի է ուղղել, բայց եթե օրենքի կարգավորումն անես, որը ձեզ համար չի միայն ընդունվել, կարգավորումը Պաշտոնյան, ով որ կստորագրի, որ այս փողը տան, հետո այդ մարդը ինքը պրոբլեմի առաջ կկանգնի։ Հասկանում եք, օրենքը միշտ էլ, հասկանում եք, օրենքը միշտ էլ ունի սահման։ Կա սահման, այս sense սահմանը գծած է, եւ միշտ ինչ որ մի հատ դեպք կա, որ այդ սահմանի եզրին է, մի միլիմետր է հեռու այդ սահմանի։ Ամենայն հարգանքով ես հասկանում եմ ձեր վրթովմունքներ, հուզմունքներ, ցավներ, բայց եթե տենց չլինի, այդ կուտակային համակարգը չի կարող։ Ես հասկանում եմ, ես այն ժամանակ ժողովի ժամանակ հանձնաժողովին ասել եմ, որ 20 օքանոց է, շատ լավ անունները չգիտեմ, բայց բոլորին հիշում եմ, բոլոր տեղերի, որովհետև անմիջապես դիմել է, որտեղ գնացել է սոցիալ, ասել են դիմել առողջապահության նախարար, գնացել են առողջապահություն, ասել են գնացել կուտակային ֆոնդ դիմել, գնացել այդպես ամբողջ մի ամիս ես այդ կարգավիճակով
ճարագայից ստացած խուրսս հիմա հանգի ժամանակ 120-ը խփում, այդ ճարագա այդ քիմիոթերապիայից հետո է։ Մայք ձևակերպեք։ Չէ, ուզում եմ ասեմ բոլոր հանձնաժողովի անդամների ներկայության դեպքում ես ասեցի, ես ապրելու գումար չեմ ուզում։ Ես ուզում եմ որ հնարավորինս այդտեղ գրած է, չէ՞, բարկը փակեք, երբ որ մարդիկ չունեն, հետո կաշխատեմ, էլ այդ իմ կուտակայինում ավելանալու է, չէ՞, վերջի հավաշվով։ Ինչ հավճան։ Հավճան։ Այս այդ հանձնաժողովի մասնակցել մեծ մասը բժիշկ են, չէ՞։ Ես չեմ անում։ Իրանք գնահատում են զուտ առողջության համապատասխանությունը այս բանի ոստեղ գրավ։ Վարկի համապատասխանություն չէ։ Չէ, վարկը չէ, իրանք զուտ ասեցին, դուք այդ կարգավիճակում չեք գտնվում։ Դուք այդ կարգավիճակում չեք գտնվում, բա ոնց այն է։ Ես էլ ասում եմ, որ կարգավիճակում 4-րդ կարգա, եթե լինեմ քաղաքելով Իվան 4-րդ դասի, որ էլ ինձ ընդհանրապես պետք չէ ներկում։ Ես եկեք մի բան հասկանում։ Այդ կարգավորումը ընդունվել է միջև ձեր դեպքը։ Այսինքն օրենքը ընդունվել է տենց։ Ես ուզում եմ, որ ես նույնիսկ մի անգամ գրել եմ, որ այս հարցը բարձրաձայնում եմ, ուզենալով, որ այն մարդիկ, որոնք գտնվել են կարգավիճակում, հետո այդ ապրումների մեջ չընկնեն, որովհետեւ դրա համար մենք առողջության ապահովության համակարգ ենք ներդրել, որ նրանք ովքեր ձեր վիճակում Աստված չանի, կգտնեն, այդ դեպքերը չընկնեն, որովհետեւ ծախսի մեծ մասը, եթե ոչ բոլորը կառավարությունը պետական բյուջեն ծախսում է։ Հիմա էլ եմ ասում, ձեր ներողություն։ Հիմա որպեսզի ամփոփեմ, ձեր դեպքը նորից կնայենք, բայց եթե օրենքի կարգավորումը տենց է, որ չի ասում, մենք ուզենանք էլ չենք կարող փոխել։ Հիմա ներողություն, հետին թվով փոխենք էլ, էլի չենք կարող։ Ես խնդրի չունեմ, ես հիմա էլ ասում եմ, օրենքները գնում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այդ կուտակային ֆոնդում դուք չեք, ովքեր որ այդ օրենքը գնում են, գրել են մարդու մահից հետո գումարը փոխածը իր ժառանգել։ Ես հիմա ժառանգ չունեմ, հարց եմ տալու, չեմ ուզում որ ինձանից հետո, որովհետև այդ ֆոնդը դրա համար է, որ երբ որ մարդու թոշակային տարիքը դրանա, ինքը թոշակ գումար ունենա ապրելու համար, որովհետև հիմա եթե թողենք, բոլոր ես էլ կարամ մի կարիք կլինի, ասեմ իմ փողը հետ կգնի։ Ես չեմ ուզում դրա համար։ Պարոն վարչապետ, հենց ամենակարևորն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն երեխաներ, ավելի անկախ լինեն հենց այդ բանը։ Ես հիմա ոչ աշխատանք եմ կարող գտնեմ, բարձրակում կրթություն ունեմ, նես չի որ չեմ աշխատել, ես գինեգործ եմ տարբեր գործարաններում եմ աշխատել, ամիսներով աշխատավարձ չեն տվել դրա համար դուրս եմ եկել, որովհետև 3 ամիսը մեկ, 4 ամիսը մեկ աշխատավարձ եմ ստացել։ Չեմ ուզում եմ հարցին լուծում տանք, ուզում էի որ թեկուզ այն հարցը, որ ես այսօր ունեմ խնդիր, բայց բնակության բան չունեմ, ես այսօր վարձով եմ ապրում իմ այս տանը, իմ հայրական տունը ստիպված վաճառել են, առանձնացել են եղբորս հետ, ես վարձով եմ ապրում, ես աշխատանք հիմա չունեմ, ես չեմ ուզում ինձ աշխատանք տալ, ես տարբեր տեղեր ռեզումեներ ուղղած, ես ուզում էի, որ իմ այդ հիվանդությունով մարդկանց, որոնք չունեն ժառանգներ, նրանց հարցը լուծվի, որոնք ոնց բացատրեմ, ես ձեր գումարը տային, դուք գայիք հասնեք կենսաթոշակ։ Ես հիմա եթե դիմեմ, հա։ Ուզես կենսաթոշակ չտային, դա ավելի ճիշտ է։ Իսկ լավ է, որ ես 40 տարեկանից քրքաշ 14 ժամով աշխատել եմ, որ ապրեմ, վարկս փակեմ, չգիտեմ, իմ գոյատերից ոսպարեմ։ Ես աշխատել եմ, շատ լավ եմ աշխատել, իմ ոլորտում շատ լավ ճանաչում եմ, պարոն Փաշինյան, ես գլուխ չեմ գովում, բայց ես այն մարդկանցից չեմ, որ գնամ, չգիտեմ, ոնց բացատրեմ, ես ուզում եմ, որ օրենքը հստակ լինի հիվանդների համար, հստակը այն դեպքում, որ եթե մարդիկ ժառանգ չունեն, ինձ թուղթ ասում է, դուք որ սոցիալի նախարարության ներկայացուցիչ ասում է, դուք որտեղից այս ինֆորմացիան եք տիրապետում, ասում կարդացել եմ օրենքը։ Իրանց թվում է, թե այսինքն այդ մասից այն կողմը բոլոր անգրագետները չեն հասկանում։ Եկեք ամփոփենք մեր խոսակցությունը հետևյալ կերպ։ Մենք ձեր դեպքը նորից կնայենք, եթե օրենքի խախտումը թույլ տրվել եւ ձեզ օրենքի խախտումով չեն տվել այդ գումարը, դա լուծվող հարց է, բայց եթե օրենքը կարգավորված է, հիմա այդ հարցը լուծում չունի, ես չեմ կարող ձեզ խաբել, այդ հարցը լուծում չունի, որովհետեւ միջև ձեր դեպքը առաջանալ, այդ օրենքը տենց ընդունվել է։ Եվ ասում են դրա տրամաբանություններն է, որ մարդիկ հասնեն 65 տարեկան, թոշակի գումար ունենան, բազային թոշակը ինչքան մենք դնում ենք, մի հատ դրա վրա ավելանա։ Բայց ես հարց եմ տալ առողջապահության նախարարությանը 4-րդ կարգի 4 աստված չանա։ Հարց եղավ հիվանդը, որը 36 տարեկանում անցել է այդ փուլը։
Դուք երաշխավորեք, որ ինքը կհասնի 65, հետո կստանա արժանապատիվ թոշակ։ Ասել եմ ոչ, ասել եմ, բայց այդ փողը իմ ինչին է պետք, եթե այսօր ես աշխատանք չունեմ, ապրելակերպ չունեմ, ոնց եմ անում, ուսերը բոլորը Չէ, բայց դա դրա համար 65 տարեկանից հետոյի համար նախատեսված գումարն է։ Այդ գումարը աշխատում է տոկոս է գալիս, ձեր տոկոսի վրա տոկոս ավելանում, որ 65 տարեկան դա կոչվում է կൂട്ടակային կենսաթոշակային համակարգ։ Ինձ ասել եմ։ Եվ ներողություն, օրենքով սահմանված դեպքերը կա, թե որ դեպքում է տրվում մարդու։ Հա, քարտկեղով հիվանդ, ինվազիվ, չգիտեմ ինչ, այսինքն այն որ այլևս այդ մարդու ապրելը մանր կամ աստիճանաբար հավասարում է զրո։ Հիմա ձեր պնդում ինչա որ օրենքով ձեզ անցնում էր, չեն տվել։ Ես ասում եմ, որ ինձ չեն տվել, նաև ինձ պատշաճ վերաբերմունք, երբ որ ես դիմել եմ պետական ատյան, այդ ոչ մի չեմ ուզել հատուկ, ուզել եմ իմ հարցին նորմալ Դիգինա, ձեր պնդումն էնա որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Այո, ինձ հասնում է, օրենքը իսատագրած, որովհետև գոյություն ունեն մարդիկ Հայաստանում, որոնք ժառանգ չեն։ Հիմա եթե ձեր պնդումն էնա որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, մենք կնայենք, եթե օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, դա ուղղելի է։ Եթե հասնում է, բայց կարող է պարտի, որ օրենքով չեր հասնում, չեն տվել։ Ինչքան էլ դա կարա լավ չհնչի, անարդար հնչի եւ այլն, բայց դա ձեզ համար, ձեր դեմ չի արված, այլ դա օրենքի կարգավորումը, պաշտոնյան չի կարող հասնել օրենքի, անցնել օրենքի կարգավորումը, որովհետեւ եթե անցնի, վաղը իրավունք քրեական գործ կհարուցեն, կտանեն, կդատեն, կասեն դու իրավունք չունես սա։ Սրա մասին ամենաճիշտ տարբերակը։ Եկեք մենք ներողություն ենք խնդրում ձեր ապօրինների համար։ Իմ ապօրինները արդեն 15 թվականից են։ Հա, բայց ներողություն ենք խնդրում ներխուժելու համար, բայց կնայենք, եթե օրենքով սխալ է տեղի Նայեք, ունեցել որ հիվանդներ այդ ապրումների մեջ չունեն։ ցանկացած գիտեք ապրումը մեջ չի խնդիր, բայց էլի է։ Չէ, ապրման մեջ է։ Ապրումը ապրում, բայց օրենքի կարգավորումը օրենքի կարգավորում։ Իհարկե։ Օրենքները գրում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այո, բայց մի մարդը հենց այդ ենք ասում, որ երբ որ այդ օրենքը չլինի, 65 տարեկանից հետո այդ մարդկանց կյանքը չի հեշտանա, այս Ես 40 տարեկանում չեմ ապրել, 65-ից ապրել լավ պետք չի։ Տիկին աղջան, հիմա ասեք ինչ ան։ Ներողություն ոչ մի բան։ Գնացինք ստեսություն։ Մեզ մտեք։ Չի արդեն դուրս ենք գալու։ Այս ձեր տունն է։ Ողջույն եմ միացիս։ Եկել եմ որ ապրիլի 24-ին հիշնում եք թերթը ձեռքս։ Հա, եղբայր։ Ուզեմ ասեմ, միշտ ձեռքը խերով է։ Շնորհակալ հաջողություն։ Լավ Մի հատ նկարենք ուտուրին ձեր հետ։ հաճույքով։ Կգաս, բայց ինքը ուզում է։ Կգաս իմ մոտ։ Այս սենց կանգնենք նկարվենք։ Մի հատ նայ։ Լավ։ Մի հատ էլ մեզ նկարեք։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ։ Իհարկե կարելի է։ Բայկել ենք ձեզ բարև ենք։ Ոնց եք։ Լավ եք։ Բարև։ Հաճույքով։ Մի քանի հատ, հա։ քանի հատ լավ հերվի ձեզ լավ եմ նկարում Շատ շնորհակալություն։
Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ շատ։ Լավ եմ, ցավություն։ Հա։ Շատ աղջիկ։ Իհարկե։ Ես իրան եմ։ Հաջան։ Ոնց անենք, որ ինձ երկու րոպեով հնարավորություն ունի ես։ Բարև ձեզ։ Բարև։ Դուք ինձ ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Բազմաթիվ անգամ դիմումներ ունենք ձեզ։ Բայց մենք հանդիպել ենք, չէ՞։ Հանդիպել ենք 22 թվականին, վերջին անգամ։ Ձեր հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով մեր քրեական գործերի ուսումնասիրելու համար։ Այո։ Ուսումնասիրեցին շատ լավ, մենք գոհ մնացինք դրանից։ Բայց դրանից հետո ոչինչ չի արվում։ Հիմա հերթով արդեն գործերը կարճվում է։ Երկու քրեական գործ մեր ծնողներից, 5 քրեական գործից երկուսը արդեն Բայց դատարան էլ է ուղարկվել։ Մեր գործը դատարանում է, էլի նորից ինքնասպանության հասցնելով, այդ մի տղային, որ ինքնասպանության իբր հասցրել է իմ երեխուն, բայց տենց բան չկա, սպանել են, դուք էլ լավ գիտեք, որովհետև այն ժամանակ որ Ես լավ չգիտեմ, որովհետև քննության մանրամասներին չեմ քննության մանրամասները չգիտեք, բայց ինչի եմ ասում դուք լավ գիտեք, պարոն Փաշինյան, որովհետև այն ժամանակ որ Աննա Վարդապետյանը մեր 5 քրեական գործը ձեզ ներկայացնում էր, ինքը ասեց ձեզ, որ այս մայրերը ճիշտ են, այս քրեական գործերը պետք է վերավորակում ստանան։ Այո, դուք ներկա եք։ Ինքը ասել է, որ այդ քրեական գործերը կնայվեն, այս վերջերս էլ մենք խոսել ենք, որոշները ուղարկվել են դատարան եւ որոշներով էլ շարունակվում է, բայց ելի եմ ասում, մենք այսօր քննությունը կամ քննությունը սխալ անելու որևէ մոտիվացիա չունի։ Քննությունը իրականացվում է փաստերի հիման վրա։ Փաստերը ինչպիսին են, այնպիսին էլ կլինի։ Մի վարքյան, դուք երևի լավ տեղյակ չեք։ Իմ տղայի գործը հիմա դատարանում է։ Ես այդ դատավարությունը չեմ ընդունում, որովհետև ասում են ինքնասպանության հասցնելով ներողություն, երբ է գնացել դատարան։ Մի րոպե, երբ է գնացել դատարան։ Երբ է գնացել։ Հիմա չեմ կարող։ Չէ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Մի րոպե կներեք, մի րոպե կներեք, մի րոպե։ Դա նշանակում է, որ մեր հանդիպումից հետո քննությունը բացվել է, քննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան։ Հիմա դատարանում ինչ եզրակացության կգան։ Ես այլ տեղանելիք չունեմ։ Եզրակացության կգան։ Նախապես արդեն գիտեմ։ Ասում եմ, երբ որ այդ տղային Ռուսաստանից ռոզիսկ են տվել, հետախուզում են հայտարարել, Ռուսաստանը չի տալիս։ Նանա Մուրադյան։ Տիկի Մուրադյան։ Մենք պայմանավորվել ենք, որ գործը կհետաքննվի, կուղարկվի դատարան։ Գործը հետաքննվել է, ուղարկվել է դատարան։ Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունենք։ Ուզում ենք մեզ ընդունեք 5 ծնողից, 4 ծնողից արդեն։ 4 ծնողից մեզ ընդունեք, նստենք քննարկենք։ Դուք մեզ ասում եք, ես ընդունել եմ դες, մի րոպե կներեք։ Դուք մեզ ասում եք, ես եմ ու դուք եք, ոչ մեկից գործ չունեք։ Չէ, մի րոպե կներեք, ես ձեզ ընդունել եմ կառավարության շենքում։ Այո, քանի անգամ։ 22 թվականին, որովհետև այն ժամանակ դες պայմանավորվեցին, որ ամեն գործ ուսումնասիրելուց հետո ձեզ պիտի ներկայացնի։ Հիմա գործ ուսումնասիրվել է, ուղարկվել է դատարան։ Թողեք դատարանում գնա, ես էլ բան դատարանում գիտեք ինչ են ասում։ Ասում եմ, երբ որ այդ տղուն լավ ինքնասպանության հասցնելով դատեցիք, ինչ ալինելու, ասում եմ, երբ որ Հայաստան կգա, այդ ժամանակ այդ տղային կդատեն, չի դա էդի Հայաստան։ Ինչ անենք ուրիշ։ Բա ես ինչ գլխիս, որ քարին տամ իմ գլուխը, մարտի 15-ին 16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարին տամ իմ գլուխը ասենք։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Ինչ պիտի անենք։ Մենակ ինքը չի, քննիչին բերեք, դատախազին բերեք, դատեք։ Գլխավոր դատախազը ասում են կընդունեք, չի ընդունում մեզ։ Տիկի Մուրադյան, մի րոպե, Վարդապետյան ձեզ քանի անգամ ընդունել։ Չի ընդունել մեզ ընդհանրապես։ Իմ ներկայությամբ բա ընդունել։ Մի րոպե, մարդը ուրիշ երկրում, մարդ ուրիշ երկրում, դրա համար ընդհանրակարգ կա։ Պետք է հետախուզում հայտարարեն, դիմեն, էս անեն, իրավական, բա ուրիշ ինչ անեն։ Հետախուզումը չեն տվել, Ռուսաստանը չի դիմացում, ասում են ինքը վաղեմի կա չեմ հանձնում։ Ուրիշ ինչ անեն, կա իրավական ընդհանրակարգ։ Մենակ ինքը չի, բերեք քննիչին, դատախազը, դատեք, Տիկի Մուրադյան, մի րոպե։ Այդ տականքներին։ Մենք հանդիպել ենք, մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան։ Գործը քննվել է, ուղարկել դատարան։ Հիմա դատարանում պետք է որոշվի։ Ինձ հանդիպեք, չհանդիպեք, ենա հանդիպում եք։ Ես չեմ կարող ոչի բան անել։ Դա արդեն դատական ատյանի խնդիրն է, պետք է հետախուզում։ Չեք ուզում ձեզ ներկայացնեք մանրամասը, սենց Ինձ որ
որ դուք տեսնեք Ինձ որ մանրամասն այս երկրում, որ ոչինչ չի կատարվում այս երկրում։ Դատական այդ համակարգը ոչինչ չի անում։ Գործը գնացել է դատարան։ Գնացել է դատարան գործը, բայց ինչ ձևի է գնացել։ Ես ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է։ Մի հատ ասեք, ես ինչ պետք է անեմ։ Սպանության գործերը պետք է վերավորակում ստանան հոդվածները փոխել։ Հարգելիս, որտեւ ինքնասպան չի եղել, հարգելիս։ Փաստերը կա։ Գործը վերավորակվում է փաստական հիմքի վրա։ Այո։ Ես դատական Փաստական հիմքն էլ այդ որ ուսումնասիրեցին ձեր հանձնարարությամբ մեր քրեական գործերը ուսումնասիրեցին եւ ուղարկեցին դատական։ Պետյանը, որը որ հիմա գլխավոր դատախազ է եւ այն ժամանակ ձեր հանձնարարությամբ եւ ինքը եղել է այդ խմբի, որ ուսումնասիրել են ղեկավարը, առանց իր ստորակ իմանալու մի հատ կետ, մի հատ ստորակետ չի դրվել, որ նոր այդ հարգելիս տեսեք, գործը ուղարկվել է դատարան, դատանում պետքա քննվի, ես ուրիշ բան չեմ կարող։ Քննվի, էլի քննվի, բայց կներեք, ես քննվի։ այն ինչ որ խոստացել եմ արվել է, հիմա դատանը դուք էլ մեզ չեք կարող ընդունեք։ Ես դες կարող ընդունեմ, ես դες կարող ընդունեմ, բայց ընդունեք, մենք նստենք քննարկենք այս հարցը։ Բայց ես ուրիշ բան Ես ներողություն տարի պիտի սենց սպասեմ։ Ներողություն եմ խնդրում, բայց ընդունեմ, մեկը ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարող ասել։ Դուք լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ է Հարգելիս, ես ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել է, բացվել է, ուղարկվել է դատարան։ Հիմա դատական իշխանությունը իր գործը պետք է անի։ Քանի գործը քննվում է առավել եւս ոչ մեկ ոչ մի բան չի կարող անի։ Գործը պետքա դատանում քննվի։ Հաջան։ Հաջան։ Եկեք։ Բարև ձեզ։ Ո՞վ է նկար։ Լավ է։ Իրատեսական չի։ Հիմա ինչի՞։ Կարած գրես էլեկտրոնային փոստով էլ։ Կարամ բերեմ նամակը գցեմ։ Քեն բարև։ Լավ է։ Լավ։ Գյումրիում ֆեստիվալի ժամանակ Ուրախ եմ սա։ Սենց ոտի վրա չենք կարելու ժամանակի էլեկտրոնային փոստով գրի ինձ։ Հետո թողստել լեզի ներգրավեն այս ընտրական այս կամպանիաների մեջ, որ մենք ստե լուրջ բաներ կարենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ձեզ հարց ունեմ Համեցկանի ծառայողականի հետ։ Ինչ ծառայողական։ Ես պատերազմի մասնակից եմ եղել։ Իմ արձակուրդայինները գրել են։ 52-258 օրամասը։ Ես դիմել եմ, ինձ ասեցին, որ դիմեմ պարոն Ապիկյանին, դիմել եմ ու այդ անպատասխան է մնացել։ Ինչն անպատասխան մնացել։ Իմ տեղը գրես ստորագրել են, որ Ո՞վ է գրես ստորագրել։ Ինչ իմանամ։ Ոնց կարա տենց բան։ Տենց Ուրա պարոն Պապիկյանը, բարև։ Ես դիմել եմ, Պարոն Պապիկյան, մի րոպե կմոտենաք։ Ստեղ ծառայության հետ կապված խնդիր կա։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Ինչ համերգ եղբա։ Հա, չգի, ապրիլին երևի։ Բարև, լավ եք։ Բարև։ Բարև։ Լավ, դուք լավ եք։ Նորից բարև, գնացինք։ Էլեկտրոնային փոստով ինչ կերեմ, ոնց անեմ։ Հարցը ձևակերպի։ Ճանաչում եք իրան։ Այնինքն ճիշտ չի ասում, որ ինչ չի ճանաչում, ուղղակի լավ բան չարեց, որ տենց ասես։ Ով Դուք ասեք չեմ ճանաչում, դուք Դե լավ կարա բան չճանաչի։ չարեցիք։ Մի հատ լսի իրան։ Համայնքի ղեկավարը Այս կրկես։ իրան ճանաչում եմ, դու իր Եղբայր, բա ինչ ես ուզում։ ընտանիքի հետ էլ եմ մոտիկ այց հավատամ։ Դե բա ինչ անեմ ես ասա, ինչ անեմ։ Դե գրի մի բան ասա, դե բան չես ասում, ինչ ես ուզում։ Մե առողջ չի, էլի։ Դե գրի ասում եմ, գրի։ Անձամ ես կարդում եմ, գրի։ Չէ, թղթի նամակով չի լինելու։ Ուղիղ գրի ինձ, էլեկտրոնային փոստ գրել գիտես։ Աշխատեմ Facebook-ի էջում գրած է այդ հասցեն, այդ հասցեով գրի։ Ստեփան։ Բարև։ Ոնց է։ Լավ, եղբայր։ Էլի գրաֆիկից հետ մնացինք, հա։ ինչ գրաֆիկ։ Շատ լավ, էս էլ մեր արմավիրի այցն էր, տեսակ։
Հեռախոս ստորի։